աշխատանքից, որովհետեւ ես խնդրում եմ արձագանքեք, ինքը արձագանքել է, խնդրում եմ մեկնաբանեք։ Ես չեմ Վարդան Ղուկասյանն է պատասխանել։ Ես չեմ իշնի նրանց մակարդակի, շպրտվի բառին համահունչ չեմ պատասխանել։ Դե տեսնում եք ինչ ասենք, Մարդու օրենքի շրջանակում է չեմ պատասխանել, բայց նրանց մեկ առ մեկ կարող են պատասխանել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը արձագանքելով Նիկոլ Փաշինյանին։ Եթե ՀՀ վարչապետը 6 անգամ քաղաքապետ ընտրված, 2 անգամ ԱԺ պատգամավոր ընտրված մարդուն ասում է պետք է դուրս շպրտվի, ուղղակի հայ ժողովրդին ուզում եմ ասել, տեսեք, թե մենք Մենք ընտրել ՀՀ վարչապետ, շատ ճիշտ է ասում, եւ իբրև շարունակություն։ Եվ նոր ընտրությունների նախորդին Նիկոլ Փաշինյանը այդ ինչ բարույթով է հանդես ասում է, մեր իշխանություններին, քո իշխանությունները զորով զորբայությամբ ընտրված, իսկ այս մարդը հիմա ամբողջ օրը մեղադրում էին, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից մնացած բոլորին, որ դուք այսինչ ընտրություններով եկեք, իսկ դուք ինչ բարապաշարով եք եկել։ Նոր ընտրությունների նախորդին մարդկանց եք խոսում ընտրված մարդու իշխանության ներկայացուցիչ, դու ինչպես ես խոսում։ Դու դրա հետ համաձայն չես, դա ոչ մի կապ չունի։ Ժողովրդավարության գլխավոր սկզբունքը։ Ես քեզ հետ համաձայն չեմ, բայց պատրաստ եմ իմ կյանքը տալ այն բանի համար, որ դու ազատ արտահայտես քո կարծիքը։ Երեք լսում եմ Տիկին Դիլբարյան 4 օրվա առաջվա հարցազրույցը, արդեն թարգմանաբար ներկայացնում էին Ջեֆրի Սաքսի հարցազրույցը, ինչ է ասում, ասում է Թրամփը տգետ է, դեբիլ է, ցեղասպան է, սա է դեմոկրատիա։ Այո, իրենց առաջադեմ ասենք, միասին կացես, քննարկել ենք, չէ՞, Թրամփը ցեղասպան է, ցեղասպանության մասնակից այդ մարդն արաբ վերաբնակները ինչ ասես ասացին Թրամփի երեսին, եւ ինքը ճիշտն ասած ամեն դեպքում լինելուց ինքը լռեց, ոչ մի բան չէր ասում։ Իսկ մեր լրփազգի ներկայացուցիչ ինչ կաներ կծեպը։ Ասած մի ծերուկ ինչ որ կծած խնձոր էր։ Չտեսեք Ալեն ինչ արեց, թքեց։ Ալեն ինչ արեց։ Մարդուն կանգնացել էին դավաճ, ասել ձեռքերը բռնեք, հարվածին, թքեցին, գնացին, ինչ արեցին։ Անհեթեթ ամենաբան լրատվական միջոցով է, երեք լսում եմ, պարզ ասում է, ինքը տգետ է, թերուս է, ինքը ինչից որ խոսում է տեղյակ չի, դեբիլ է, եւ ցեղասպան է։ Տեղումն է այդ մարդու տասնյակ հատորներ այս թերի զարգացած բորժը հիշում եք բղավում ասում էր ժողովրդավարության բաստիոն է, խոսքի ազատության բաստիոն է, մարդը կանգնում ասում է երբ որ դու բազան տանում ես այստեղից մեր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ էթիկի հայտարարություն ես անում, դու մեր ժողովրդի տանում ես թուրքի բերան ցեղասպան, ի՞նչն ես խալացել Վարդան Ղուկասյանը։ Ես ես ասեմ, եթե անգամ ինքը դրա այդ համաձայն չէ, ինքը իրավունք չունի, թող վերցնի ապացուցի, որ ավելի լավ է թուրքական բազա մեղա Տեր Աստված տեղավորել։ Բայց դա պետք է բանավեճ լինի եւ այդտեղ ինքը իրավունք չունի մարդկանց։ Ու դրա մասին է խոսի, ասում, բա ինչ է կան, դարպասը բացում եք, որ թուրքերը կան ցեղասպան են։ Եվ ընդհանրում տեսակ, չէ, ինքը այդպես լալագին ասում էր, ինչ են շանկում Զանգեզուրի միջած։ Նորից Թուրքիան եւ Ադրբեջանը Հիմա դրա մասին խոսենք եւ նաեւ ինչ է ասել Վարդան Ղուկասյանը, պատրաստ է մոտորերից դատի տալ ՀՀ կառավարությանը, անկախությունից հետո նման քաղաքապետ չի եղել այս երկրում, ով դատի կտար կառավարության, այս մասին հայտարարել է Վարդան Ղուկասյանը։ 58 խնդրում եմ, սա էլ արդեն անի մասին ուշադիր 58 միլիարդ դրամ Գյումրից տանում են պետական բյուջե հետ են վերադարձնում 4 միլիարդ ինչի որտեվ ընտրված քաղաքապետ է դրա համար հա ինչի հետ չեք տա ուզում եք համայնքը ջզարգանա եկել ասեն տեսեք նրանք պետք է մեր քաղաքին 27 միլիարդ դրամ բյուջե հատկացնել բայց 4 միլիարդ են միայն տալիս դրա համար դատի եմ տալու կառավարությանը ուր է այդ փողերը ինչի՞ չես տալիս Նիկոլ սիրելի գյումրեցիներ ձեր ընտրված տեսեք ձեր ինչ բան է բարձրացնում այլ ձեր ընտրությամբ եւ փաստորեն ձեզանից ոմանց սիրելի Նիկոլը չի տալիս այդ գումարները, սա ինչա կոչում թալան, խարդախություն, ժուլիկություն, ավանտյուրա եւ տանում է ուրիշ տեղ ճանապարհով լուծել բոլոր հասցեները։ Բայց այս անարխիայի պայմաններում Տիկին Դիլբարյան։ Չի հասկանում, բայց մենք մեկ է չպետք է թույլ տանք լրիվ արժեզրկել ինստիտուտները։ Այս իրավիճակում ամենաշատը իմ սիրտը ցավում է, գիտեք, դատական իշխանությունն էինք փորձում կառուցել, ինչ դարձրին։ Վարչապետ լինելով գնացել էր դատարանների դռներ էր փակում, այն կհիշեք սահմանադրական դատարանի դատավորը ստիպված պատուհանից ուզում էր փախչել, ընկավ ոդկը կոտրեց, մի խայտարակ, սափելի եւ ինքնախոստովանություն ասում է, ես ուզում եմ այս պետությունը, չսիրել պետական հաստատությունները։
Հիմա պարզվում է դատաիրավական համակարգը զարհուրելի իրավիճակում է, հեռախոսային այդ արդարադատություն է գործում, դատավորին նայում ես Միքայել Սրբազյանի կամ մյուսների դատին, նստած ոչ է լսում է, նայում է պատին, այնպիսի անհաղորդ հայացքով են նստած եւ զգում ես, որ այդ մարդը ինչ որ մտածում է, թե երբ արագ ավարտի, որովհետեւ ինքը արդեն իր գզրոցում ինչ է, ունի պատրաստի։ Հա, երևի չգիտեմ, WhatsApp-ով է հիմա այդպես հումորով ասում են, թե իրական է, չես էլ հասկանում դա ճիշտ է թե սուտ, ինչքան կարելի է այդպես է։ Այն դատավորները, որոնք ինչպես վճիռներ էին կայացնում հոգուտ ընդդիմադիր հայացք ունեցողների, հանկարծ BDԽ-ն այսպես ասած, այո, նորից այնտեղ իշխանափոխություն արեցին, բերեցին իրենց հաճո մարդկանց, քանի որ խորհրդանում իրենք մեծամասնություն են կազմում, ում ուզում են նրանց են ընտրում։ Ինչքան կարելի է այդպես։ Նույնը հակակոռուպցիոնում։ Մենք ի վերջո, որովհետև ես ձեզ ասեմ, հենց 18 թվականին խոստացված այդ լուստրացիան տեղի չունեցավ եւ չբացահայտվեցին թե ովքեր էին։ Ինչը բացահայտվեր, հետո էլ հանկարծ պարզվեր, որ ՔՊ-ի բոլոր անդամները Թուրքիայի գործակալներ են, կամ թուրքեր են, այդպես։ Հասկանում եք, արդարադատության եւ լյուստրացիայի ազնվության հայրենիքը, պետությունը, ինքնիշխանությունը ինչքան կարելի է ոտնահարել։